Բարև, երբ մենք լսում ենք վիրաբուժության մասին, միանգամից պատկերացնում ենք բժշկական դիմակով ու ձեռնոցներով բժշկի վստահ, հանգիստ ու հավաքված։ Մեզ թվում է, որ այստեղ չեն կարող լինել որևիցե տարբերություններ, միայն վարպետություն, միայն փորձ։ Սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշակի տարբերություն այդուհանդերձ կա ու բավականին անսպասելի տարբերություն։ Լոս Անջելեսում Կալիֆոռնիական համալսարանի գիտնականների խումբն անցկացրել է ամենամասշտաբային հետազոտություններից մեկը։ Պարզելու համար արդյոք վիրաբույժի ու բուժարուի սեռը ազդում է վիրահատությունների ելքի վրա ու արդյունքները ստիպում են մտածել։ Վերլուծությունն ընդգրկել է 65-ից 99 տարեկան գրեթե 2.5 միլիոն բուժարու։ Նրանց 2016-ից 2019 թվականներին անցկացվել են Medicare պետական ապահովագրությամբ սահմանված 14 ամենատարածված վիրահատությունները ու ահա թե ինչ է պարզվել։ Նրանք, ում վիրահատել է կին վիրաբույժ, ավելի հաճախ են առանց բարդացումների դուրս եկել հետվիրահատական շրջանից ու ավելի հազվադեպ են լրացուցիչ հոսպիտալացման կարիք ունեցել։ Թվերն ինքնին խոսուն են։ Կին վիրաբույժների բուժարուների շրջանում վիրահատական միջամտությունից հետո 90 օրվա ընթացքում մահացությունը կազմել է 2.6%, այն դեպքում, երբ տղամարդ վիրաբույժների բուժարուների մոտ այս ցուցանիշը կազմել է 3%։ Թվում է տարբերությունը փոքր է, սակայն միլիոնավոր մարդկանց մասշտաբներում դա հազարավոր փրկված կյանքեր են։ Այս առավելությունը հատկապես նկատելի է կին բուժարուների դեպքում։ Եթե կնոջը վիրահատում է կին վիրաբույժը, ապա բարդացումների հավանականությունը նվազում է, իսկ հիվանդանոց վերադառնալու դեպքերը ավելի հազվադեպ են՝ 7.3%, 7.7%-ի դիմաց։ Հետաքրքիր է, որ տղամարդ բուժարուների մոտ նման տարբերություններ չեն նկատվել։ Նրանց համար վիրաբույժի սեռը հավանաբար ոչ մի նշանակալի դեր չի խաղացել։ Գիտնականները առավելագույն խստությամբ են մոտեցել տվյալների վերլուծությանը։ Նրանք հաշվի են առել ոչ միայն բուժարուների տարիքն ու առողջության վիճակը, այլև հիվանդանոցների առանձնահատկությունները, որտեղ անցկացվել են վիրահատությունները։ Այսինքն համեմատել են վիրահատության ելքերը միևնույն հիվանդանոցում բացառելու համար բժշկական հաստատության մակարդակի ազդեցությունը։ Ավելին, հետազոտողներն ուսումնասիրել են նաև ավելի հեռավոր հետևանքները, ոչ միայն վիրահատությանը հաջորդող առաջին 3 ամիսները, այլև մինչև 1 տարին, ու պատկերը մնացել է նույնը։ Կին վիրաբույժները իրենց կին բուժարուների համար ավելի լավ երկարաժամկետ արդյունքներ են ապահովել։ Բայց ի՞նչն է պատճառը։ Պատասխանն առայժմ ակնհայտ չէ։ Հնարավոր է հարցը շփման ոճի մեջ է, դետալների նկատմամբ ավելի մեծ ուշադրության նրանում, թե ինչպես է բժիշկը փոխազդում բուժարուի հետ, հետևելով պրոտոկոլներին։ Կամ հնարավոր է կին վիրաբույժը հետվիրահատական շրջանին ավելի մանրակրկիտ է մոտենում։ Պարզ է միայն մի բան. վիրաբուժության մեջ անգամ չնչին տարբերությունները կարող են ահռելի դեր խաղալ, ու այս հետազոտությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ հաջողության կարևորագույն մասը ոչ միայն փորձառությունն է ու տեխնիկական վարպետությունը, այլև նյուանսներ, որոնք հնարավոր չէ չափել։ Մարդկային մոտեցման նյուանսները, հնարավոր է հենց այս հազիվ նկատելի տարբերության մեջ էլ թաքնված է կյանքեր փրկելու գաղտնիքը։ Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ բարդ օրգանական միացություններն առաջանում են միայն աստղի ծնվելուց հետո, երբ աստղի ընդերքում արդեն մոլեգնում են ջերմամիջուկային ռեակցիաները, իսկ աստղի շուրջ ձևավորվում են մոլորակների առաջացման համար անհրաժեշտ պայմաններ։ Այս ենթադրությունը նշանակում էր, որ օրգանիկ նյութերի կուտակման ժամանակը սահմանափակ է ու սերտորեն կապված աստղի տարիքի հետ։ Սակայն աստղագետների միջազգային խմբի ստացված նոր տվյալները ստիպում են մտածել, որ ամեն ինչ կարող է լրիվ այլ կերպ լինել։ Եկեք հիշենք ինչպես է սկսվել մեր պատմությունը։ Ավելի քան 4.5 միլիարդ տարի առաջ մեր արեգակը նոր էր բռնկվել։ Նրա շուրջ պտտվում էր փոշու ու գազի լայն սկավառակ կամ այսպես կոչված պրոտոմոլորակային սկավառակը։ Հենց այս սկավառակում դանդաղ ձևավորվում էին ապագա մոլորակները, այդ թվում Երկիրը։ Այդպիսի հարյուրավոր սկավառակներ մենք այսօր տեսնում ենք մեր գալակտիկայում։ Դրանք ոչ միայն օգնում են հասկանալ ինչպես են առաջանում աշխարհները, այլև բացահայտում են մանրամասներ մեկ այլ կարևոր հարցի հետ կապված. երբ են տիեզերքում պայմաններ առաջանում կյանքի համար։ Այդպիսի երիտասարդ համակարգերից է HD 100453-ը, որը գտնվում է մեզանից 340 լուսատարի հեռավորության վրա։ Համակարգի կենտրոնում արեգակից մի փոքր ծանր աստղ է։ Այն ընդամենը 10 միլիոն տարեկան է ու դեռ չի բռնկվել բառի ամբողջական իմաստով, որովհետև ներսում դեռ չեն սկսվել ջերմամիջուկային սինթեզի ռեակցիաները։ Աստղի շուրջ պտտվում է պրոտոմոլորակային նյութի 2 ահռելի սկավառակ, որոնց միջև լայն դատարկություն է։ Կա ենթադրություն, որ այդ դատարկության մեջ արդեն թաքնված են նորածին մոլորակներ, սակայն դիտարկումները այն դեռ չեն հաստատել։ Սկավառակներից արտացոլվող լույսի վերլուծությունը թույլ է տվել ուսումնասիրել դրանց քիմիական կազմը, ու այն, ինչ գիտնականները հայտնաբերել են, անսպասելի է եղել։ HD 100453-ի պրոտոմոլորակային սկավառակում առկա են բարդ օրգանական մոլեկուլներ։ Ընդ որում գիտնականները կարողացել են պարզել նաև դրանց իզոտոպային կազմը, տարբերելով ծանր ու թեթև, ջրածինը եւ ածխածնի տարբեր տիպեր։ Ու հենց իզոտոպային հետքը բերել է անսպասելի հայտնագործության։
Այս մոլեկուլներում չափազանց շատ են դեյտերիումն ու ածխածին 13-ը, ինչը վկայում է, որ դրանք առաջացել են ծայրահեղ ցածր ջերմաստիճաններում, որոնք չեն գերազանցում Ցելսիուսի սանդղակով -250 աստիճանը։ Պրոտոմոլորակային սկավառակում նման սառը հատվածներ չկան ու չեն էլ կարող լինել։ Նշանակում է այդ մոլեկուլները հայտնվել են դեռ մինչև աստղի ծնվելը, միջմոլորակային մոլեկուլային ամպի սառը ընդերքում այն նույն աստղային դարբնոցում, որից հետագայում առաջացել է ամբողջ համակարգը։ Այս հայտնագործությունը կտրուկ փոխում է տիեզերքում կյանքի առաջացման մասին մեր հայացքները։ Եթե բարդ օրգանական նյութերը առաջանում են մինչև աստղի առաջացումը, ապա այդ նյութերը կարող են շատ ավելի տարածված լինել տիեզերքում, քան մենք կարծում էինք։ Դրանք ճամփորդում են միջաստեղային տարածությունով, պահպանվելով միլիոնավոր տարիների ընթացքում, սպասելով իրենց աստեղային ժամին, երբ կբռնկվի մոտակա աստղը ու կսկսվեն ձևավորվել մոլորակները։ Հնարավոր է հենց այդպես էլ սկսվել է մեր պատմությունը Արեգակի ծնունդից շատ առաջ տիեզերական ամպերի մութ ու սառը խորքերում առաջացած մոլեկուլներից, ու այնտեղ տիեզերական անդունդում նման պատմությունները կարող են կրկնվել։ Այս շաբաթվա գիտնականը մաթեմատիկոս Էյմի Նյոթերն է։ Էյմի Նյոթերը պատմության մեջ մեծագույն մաթեմատիկոսներից մեկն է, ում մասին երկար ժամանակ քիչ բան էր հայտնի։ Նա ծնվել է 1882 թվականին Գերմանիայում։ Սկզբում Նյոթերը ցանկանում էր դառնալ ուսուցչուհի, սակայն հաղթեց մաթեմատիկայի նկատմամբ անսահման սերը։ Այն ժամանակներում կանանց արգելվում էր պաշտոնապես սովորել համալսարանում, ու Նյոթերը ստիպված ծածուկ էր այցելում դասախոսություններին։ Միայն տարիներ անց նրան թույլ տվեցին դասավանդել, բայց միայն ուրիշի անվան տակ։ Նյոթերի ներդրումը գիտության մեջ ահռելի է։ Հանրահաշվում նա ստեղծեց ֆունդամենտալ տեսություններ, իսկ ֆիզիկայում ապացուցեց հռչակավոր Նյոթերի թեորեմը, որը բացատրում է պահպանման օրենքների ու բնության սիմետրիաների միջև խորը կապը։ Ըստ էության, առանց Նյոթերի գաղափարների ժամանակակից ֆիզիկան հարաբերականության տեսությունից մինչև քվանտային մեխանիկա լրիվ այլ տեսք կունենար։ Ալբերտ Էյնշտեյնը նրան անվանում էր ամենաականավոր մաթեմատիկոս։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։